Դուք դիտում եք հեռանկարը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին եւ խաղաղություն հաստատել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Թրամփի վարչակազմը դեռևս չի շտապում նաեւ իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնել Հարավային Կովկասում, թեև անցումային շրջանում Հայաստանի հետ ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Ինչ սպասել Թրամփի վարչակազմից եւ արդյոք Միացյալ Նահանգները, ինչպես նախորդ վարչակազմի օրոք էր, ակտիվություն կդրսևորի նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններում։ Այս եւ այլ հարցերի պատասխաններ այսօր կփորձենք ստանալ հենց Միացյալ Նահանգներից, հեռավար զրուցելու ենք ամերիկահայ հասարակական քաղաքական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ։ Պարոն Հովսեփյան, բարի երեկո եւ շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։ Նախ Միացյալ Նահանգներում ինչպես են մարդիկ վերաբերվում Թրամփի վերջին շրջանի գործելավոճին, Ռուսաստանի հետ մերձենալու փորձերին։ Այս ամենը Թրամփի վարկանիշի վրա չի ազդել այս կարճ ընթացքում։ Գարձամ որ նախ վարկանիշի մասին խոսելու համար շատ շուտ է, չնայած որ կան այդպիսի եզրակացություններ, որ ամիջական այդ հարցախույզերը, որ դեղի ունենան ներկայիս, ցույց կտան, որ հարվածը ստացած է իր վարկանիշը, սակայն վստահ չէ, որ այդ ամեն ինչի արդյունք է, արդյոք ավելի ներքին դասավորումներով, ներքին իր քաղաքականության արդյունք է, ու շատ խոստումներ տված էր Թրամփը, թե արտաքին քաղաքականության, թարիֆներու եւ այլնի հետևանք է։ Ինչ կվերապերի այն մասին, թե Թրամփը արդեն ինչ ուղղություն պիտի ընտրի հաջորդ շաբաթներուն, տեսեք, առաջին մեկ ամիսը բավական այսպես խճողված էր, շատ արագ ինքը որոշումներ կայացուց, հրամանները ստորագրեց, այդ ամեն ինչը իր ոճի նաև արտահայտություններ, բայց քաղաքագետներ եւ թեթեր այսօր շփոթի մեջ են, դրամսել որ շփոթի մեջ են, չվարած են, չեն գիտեր ինչպես կնահատեն այս ամեն ինչը, վերակրեն ինչ որ իր ոճին, որ արդեն ծանոթ դարձած է բոլորիս, թե արդյոք փնտրել ինչ որ խորքային նպատակ, որը դժվար է, իսկապես որ դժվար է եզրակացնել այդ խորքայինը ինչ կնալալ, որովհետև շատ փոփոխական է։ Նույնիսկ թարիֆներով առակային դրնա այսօր ինչ-որ որոշում կայացնել, 24 ժամ հետո այդ թարիֆը վերացնել եւ այսպես շարունակ։ Պարոն Հովսեփյան, ի վերջո Միացյալ Նահանգներն ձեզ կկարողանա հաշտեցնել Ռուսաստանին եւ Ուկրաինային եւ ինչ կշահի դրանից։ Թե ինչ կշահին, անշուշտ կապված է արդյունքներ են, հետևանքներ են։ Ինքը Թրամփը իր խոստումներու մեջ երեք գլխավոր այսպես խոստումներու ամբողջություններ կային, եթե գուզեք։ Մեկը կապված էր ներքին ընկերային խնդիրներով, կոնկրետ իմիգրացիայի հետ կապված եւ այդ ուղղությամբ որոշումներ կայացնելուն, ինչի արդեն անցած է եւ շատ այսպես հախուռն գերբով կգործադրեն։ Երկրորդը կապված է տնտեսությանը եւ ադոր մեջ բնականաբար թարիֆները իրենց դեղ ունեին։ Այդ ուղղությամբ տակավին վերջին խոսքը չի ասված, որովհետեւ պետք է տեսնենք, թե այդ ամեն ինչը շուկաները առնվազն Dow Jones եւ այլն, այս բոլորը S&P 500 եւ այլն ասոնք լավ չեն վերաբերվի այս ամեն ինչի հետ, բայց դե ադիգա բնական է, որովհետեւ շուկաները ընդհանրապես տնտեսական միջավայրը այսպես անապահով վիճակ չի գնահատել եւ ուրեմն պետք է սպասենք տեսնելու համար այդ ուղղությամբ ինչ կա։ Երկրորդը, ինչի կվերապերել ծեր հարցումը, արտաքին քաղաքականության փաստն է, ուր ինքը գլխավորապես մեկ խոսում տված է, որ պետք է այս պատերազմը վերջ գտնե, այնտեղ մանրամասներ չկային, ուղղակի ինքը կհայտարարեր, որ երկու կողմերն ալ պետք է որ զիջումներ կատարեն,
Հիմա այս հանգրվանին դժվար է տեսնել, թե ներկա թրվածքով Ռուսաստանի զիջումը որը դիելնա։ Այսինքն եթե այսօր գանք առնի Սարի պատերազմը, այնտեղ ուր գա, բարձ է, որ սկսել են մինչև այստեղ Ռուսաստանին է առավելությունը։ Այսինքն դժվար է պատկերացնել, թե ինչ տեղեր է, ինչ վայրեր է պետք է որ նահանջ կատարի Ռուսաստան։ Հատիկա շատ դժվար է։ Իսկ ինչ կվերապերի, թե Ուկրաինան ինչ կշահի այս ամեն ինչը։ Բնական է, որ եթե այս թրվածքով վերջ գտնե ամեն ինչ, Ուկրաինան առավելությամբ դուրս պիտի չգա։ Այսինքն Ուկրաինա միակ ստացած այն պիտի լա, որ այս պատերազմը վերջ պիտի գտնե եւ ուրեմն ինքը պիտի վերադառնի իր բնականon ընթացքին, ինչը չգիտեմ, եթե ուկրաինացի ժողովուրդը կամ իշխանությունները այդ պիտի կրնան այդ ամեն ինչը մարսել, թեև այսօրվա թրվածքով այդ է որ ամեն ինչը ցույց կտա։ Հիմա կրնալա որ խորհրդանշականորեն ծևոմը բարդատրանք ներկայացի Ռուսաստանին, որի ինչ որ զիջումներ կատարի, բայց այս բանում դժվար է տեսնել, թե այդ զիջումները որոնք պիտի լինեն։ Պարոն Հովսեփյան, շատերի գնահատմամբ, շատ վերլուծաբանների գնահատմամբ Թրամփի քաղաքականությունը ռուս-ուկրաինական այս պատերազմը դադարեցնելու, այսպես ասած, տեղավորվում է մի հայտնի ասացվածքի ներքո, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, եւ դա շատ տարածվեց, երբ Զելենսկիի հետ միջադեպ տեղի ունեցավ Սպիտակ տանը։ Ձեր գնահատմամբ նախ դուք համակարծիք եք այդ պնդումների հետ եւ ձեր գնահատմամբ ինչու է Միացյալ Նահանգները ի տարբերություն Եվրոպայի որդեգրած քաղաքականության ավելի շատ ի հաշիվ Ուկրաինայի փորձում հասնել այդ խաղաղության։ Սիկա այդ ամենամեծ հարցն է որ կա։ Այն հարցը թե ինչու Թրամփը գնե, այն ինչ որ գնե։ Տեսեք, այստեղ ինչպես նախապանի մեջ ասի, բնականաբար գա ոճի հետ կապված խնդիր։ Այսինքն ինքը միշտ Թրամփը, նախագահ Թրամփը միշտ ուժի հանդեպ որոշ ասպես հարկանք ցուցաբերած է։ Ասիկա տեսանք մենք Իսրայելի բարակային, այսինքն Գազայի պատերազմի բարակային, այնտեղ միան հավատարմությունները չէին։ Տեսանք իր անմիջական քայլերը դեպի Սաուդական Արաբիա, որովհետև իր գնահատականով եւ ասիկա ինքը տարբեր հարցադրություններում մեջ ասած է, Սաուդական Արաբիան այն մեծ ուժն է, կարևոր ուժն է, որ արաբական աշխարհի կարևորագույն հզորագույնն է։ Ուրեմն ադոր համար իր քայլերը դեպի արաբական աշխարհ ինքը ձևակերպեց գլխավորապես Սաուդական Արաբիայի միջոցով։ Իսրայելը բնականաբար պատերազմի մեջ հաղթական եւ Գազայի մեջ բնականաբար հաղթական, այնտեղ փարոյական արժեքներ արդեն գոյություն չունին, չոր ուժն է եւ ուրեմն տեսանք թե իր վերաբերմունքը ինչ է։ Եվ վերջապես Ռուսաստանի բարակային ինքը շարունակաբար ասիկա նոր չէ, այսինքն Թրամփի բարակային միշտ Ռուսաստանի ուղղությամբ ինքը որոշ ասպես եթե կարելի է ճակերտել դգարություն ցուցաբերած, այսինքն դգարությունը սելով գասկնամ այն որ միշտ նկատած է որ պետք է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները Ամերիկան, Միացյալ Նահանգները մոդեցնե, բնականon դարձնե եւ այդ ամեն ինչի մեջ ինքը ավելի մեծ խնդրեմ նկատած է Չինաստանը։ Այսինքն կարելի է հասկանալ թե ինչի համար է, այսինքն որովհետեւ Չինաստանը նաեւ տնտեսական լրջակույն ներկայություն է եւ այնտեղ ինքը որպես բիզնեսմեն Թրամփը Չինաստանի դերակատարության մեջ շատ ավելի մեծ խնդիր կտեսնե, այնտեղ շատ ավելի մեծ վտանգներ կտեսնե եւ ուրեմն իր նկատառումներով եթե ինքը կարողանա Ռուսաստանի հետ մոտենալ Չինաստան, Ռուսաստան այդ կորզակցությանն ինչ որ բան կողոքի։ Ես անսավես կգարձեմ որ ադիգա շատ այսպես եթե ուրիշ ածական չկարողանամ օգտագործել, ասեմ բարձամիտ մոտեցում է, այնտեղ այդ կորզակցությունը
բավական շատ ավելի խորքային է եւ այսպես Միացյալ Նահանգներու հետ կամ Թրամփի իշխանության հետ մոտ հարաբերություններու դվյալներով այդ բարեկամությունը խախտել քիչ այս բարակային անիրադեսական գտվի ինձ։ Պարոն Հովսեփյան, Թրամփը, որը նախընտրական շրջանում խոսում էր, որ իր օրոք չէր սկսվի ռուս-ուկրաինական պատերազմը եւ գալիս է խաղաղության, Սիրիայում ցեղասպանություն է տեղի ունենում, հենց նրա օրոք այս օրերին։ Սիրիական անվտանգության ուժերն ըստ տարբեր տեղեկությունների կարող են սպանած լինել հարյուրավոր խաղաղ բնակիչների, որոնք պատկանում են սիրիական ափի ալավիական փոքրամասնությանը։ Իսկ Միացյալ Նահանգներից դեռևս մենակ դատապարտող հրապարակային գոնե թե կոչեր են հնչել, դատապարտող հայտարարություններ են հնչել։ Թերևս միամտություն կլինի մտածելը, թե Միացյալ Նահանգները չունի լծակ այդ ամենը կանխելու եւ տեղի ունեցածի համար պատիժներ սահմանելու։ Թե որ լծակներ չկան, բայց ադիկա իրականություն է, այսինքն քետնի վրա Միացյալ Նահանգները հատկապես Սիրիայի վարակային, հատկապես այս օրերուս լծակներ չունի։ Այսինքն հազվագյուտ են այդ լծակները։ Իսկ այսօր մի քանի հարցազրույցներու ժամանակ Թրամփը արդեն հայտնեց, որ Սիրիան այն վայրն է, այն պետությունը, այն երկիրն է, որ այս օրերուս դժվար է պատկերացնել, թե ինչ է կատարված։ Այսինքն ինքը խոստովանեցավ, որ այնտեղ դժվար հասկանալի process-ներ կան։ Բայց ասիկա տեսեք, այսօր մեջ նաև Սուրիո բադահազի մեջ նաև թելադրություն կա, չէ, այսինքն կապված մեզ է, Հայաստանի Հանրապետության հետ, որում մասին երևի կխոսենք, բայց ինքը իր նախընտրական հայտարարությունները մեկում մեջ խոսեցավ քրիստոնյաներու, քրիստոնյա ազգերու կամ փոքրամասնություններու պաշտպանության մասին։ Դե այսօր Սուրիո մեջ քրիստոնյա համայնքը վտանգված է, այդ ուղղությամբ ինչպես դուք նշեցիք, դակավին Թրամփը որևէ քայլ չի արած։ Եվ ուրեմն այդ ինչ թերաթրողականություն ունի մնացածի ուղղությամբ մեր դարաշրջանի համար եւ այլն։ Ասիկա իսկապես որ լուրջ հանգամանք է, բայց ինքը բարձ է որ ավելի մեծ խնդիրներուն յետևեն են, անմիջական հարց ունի ինքը իր տնտեսությունը անմիջապես որոշ իմաստներով կարգավորելու եւ իրեն գտվի որ այս եթե հաջողություններ ունենա բարակայական ասվարակային Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի բարակային ադիգա պիտի լավ հնչեղություն ունենա շուկաներում մեջ եւ ինքը որոշ առավելություններ ցեր պիտի ցկե իր տարիֆները պիտի փորձեն եւ ուրեմն ասես մեկ երազային աշխարհի մեջ է ըստ երևույթին ինչը ըստիս դժվար իրականանալի։ Պարոն Հովսեփյան, գալով Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին, դուք Միացյալ Նահանգներում գտնվելով եւ շփումներ ունենալով տարբեր շրջանակների հետ ինչ տպավորություն ունեք, ինչպիսին է տրամադրվածությունը Հայաստանի նկատմամբ, մասնավորապես հայ-ադրբեջանական բանակցությունների մասով, որովհետեւ Բայդենի վարչակազմը ակնհայտորեն բավական ակտիվ էր այդ ուղղությամբ, բայց Թրամփի վարչակազմից դեռևս որևէ այսպես բացի մեկ անգամ ըստ էության այդ երկրի պետքարտուղարի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո որևէ հայտարարություն չի եղել կարծես թե։ Շատ մտահոգ եմ այս իրավիճակով, հատկապես մտահոգ եմ այն հանգամանքով, որ այն դեղերը, ուր Միացյալ Նահանգները երկրորդական հետաքրքրություն ունի եւ Անդրկովկասը հատկապես մեր դարաշրջանը այդպիսին է, որ անմիջական հետաքրքրություն չկա, այսինքն մեր մասով, եթե հիշենք նաև Թրամփի առաջին նախագահությունը, Միացյալ Նահանգներու հետաքրքրությունը եղած է այնքանով, որքանով Իրանի հետ խնդիրները կան եւ այնտեղ Հայաստանի դերակատարությունը որը գտնալալ ինչ որ նաև թրական չէ, որովհետև ակնկալությունները Հայաստանի Հանրապետության են տեսանք թե առաջին նախագահության ժամանակ Թրամփը ինչպես արտահայտեց, ասեն Բոլթոն ուղարկեց Հայաստան եւ այնտեղ սանկցիաներու ուղղությամբ որոշ պահանջներ դրան, բայց նախագահությունը այդ օրերուն արդեն անգե քիչ հետ
փոխվեցավ, քաղաքականությունը նաև որոշ չափով փոխվեցավ, իրանցիներու հետ խոսակցությունները սկսան եւ ինչ որ ցեվով չագերդյալ գրնանքսել մենք բրգվեցան այդ իմաստով։ Հիմա այդ ամեն ինչը վերադարձած է նույն դեսկով եւ քիչ ավելի։ Եվ ուրեմն ես մեծավես մտահոգ եմ մի շորտված խնդիրներով գծով, այսինքն ինչս էլ գուսեմ։ Դեսեք, մի քանի առումներով Թրամփը իր քաղաքականությունը հոն ուր Միացյալ Նահանգները անմիջականորեն ներկա չէ, գործադրի մի շորտներու ջանքով։ Այսինքն մի շորտ երկիրներու, մի շորտ պետություններու ջանքով։ Այս վարակային մեծավես մտահոգ եմ ես, որ Ադրբեջանի հետ կապված, Ադրբեջանի ուղղությամբ սանքցիելու առումով խնդիրներ ունենան, ինչը Բայդենի վարակային գոյություններ, այդ սանքցիաները գոյություններին, բայց հիմա գիտենք, որ միջնորդ կրնա հանդիսանալ Իսրայելը։ Եվ Իսրայելը որքան որ Հայաստանի Հանրապետության հանդեպ կրնալ որևէ անմիջական թշնամական այսպես կեցված չունենա, բայց Ադրբեջանի ուղղությամբ հստակ է, որ լուրջ բարեկամական հարաբերություններ գոյություն։ Եվ եթե Իսրայելը առաջինա եւ ինչ որ ծառայություններ ուզե մատուցել Ադրբեջանին, Թրամփի մոտ մի շորտելու ուղղությամբ, ադիկա մեզի համար օրասական գտնալու։ Եվ ուրեմն պետք է հաջորդ օրերուն տեսնենք, թե Եվրոպան ինչպես պիտի կարգավորի իր հարաբերությունները Թրամփի իշխանության հետ, եւ այնտեղ միակ մեր հույսը պիտի լա Եվրոպան իրոք։ Եվ եթե ուրիշ որոշ ասենք օղակները լան, հատկապես Սաուդական Արաբիան, որ դեռնալ ընդհանրապես ինքը իր խնդիրներով ուզե որոշ դրսևորումներ ունենալ, հատկապես արաբական աշխարհի մեջ, սուննի աշխարհի մեջ, որ թուրքական ֆակտորը ներկա է։ Հիմա այստեղ ամենամեծ խնդիրը կմնա Թուրքիո հարաբերության հերագատարություն, թե Թուրքիան ինքնին ինչպես պիտի դրսևորե, եթե ինքնին դրսևորե 2025-22-ի շրջանի իր ասենք քաղաքականությամբ, այսինքն անվերաբազորակցություն Ադրբեջանին ատբարակային մեկ մտահոգություն եւս ունենանք, որովհետեւ նաեւ գիտենք, որ Թրամփի գապերը Թուրքիո հետ ինչպիսին են, այսինքն մոտ են եւ այդտեղ նաեւ գտնալ որ ինչ որ մտահոգություններ ունենան։ Եվ վերջում շատ հակիրճ մեր ժամանակը լրացել է արդեն ամփոփելով, այսինքն այստեղ առ-ոչինչ է դառնում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Չէի ասել, որ առ-ոչինչ է, թերևս այսօր այդ ինչպես կսեի շատ մոդեռն առնչություն ունին այլ խնդիրներ, այսինքն ինքը առանցին առնված դակավին իր կյանքը չի ապրած այդ համացայնակիրը իր կյանքը չի ապրած, դակավին նույնիսկ պետք է ասենք թերագադարները չեն ճշտված, թե ովքեր պիտի այդ հանձնաժողովի անդամը լան եւ այլն, բայց գրնալը լավ բազա լա հաջորդ ասենք խոսակցություններում, բայց իմ մտահոգությունն է, որ գրնալը որ այլ խնդիրներ կան առաջինան եւ չհասնի այնտեղ ուր այդ ռազմավարական համացայնակիրը իր կյանքը ապրի եւ սկսի կորզել։ Շատ երկրորդական, երրորդական արժեք կներկայացնի այդ ամեն ինչը առայժմս Թրամփի իշխանություններուն համար։ Մինչև հասցին այնտեղ, որ Հայաստանի հետ իրենց ռազմավարական համացայնակին կյանք տան, դակավին ուրիշ խնդիրներ կան եւ այսօր մեջ գլխավոր ասենք խնդիրը այն պիտի լա, որ Ադրբեջանը որքան ագրեսիվ պիտի առաջինա, որքանով պիտի փորձի ասենք սանսել իր նկարդումները, այնպես որ դակավին պիտի տեսնենք։ Գարզը որ շատ արագ պիտի հասկանանք, թե ամեն ինչը ինչպես պիտի դասավորվի հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան։ Ընտրեմ ձեզ եմ շնորհակալ։ Հեռանկարում ամերիկահայ հասարակական քաղաքական գործիչ Վիգեն Հովսեփյանն էր։